Ուշադիր ինձ, վերջը գիտեք ինչ է նշանակում, վերջ, պրծանք, մարդիկ կան, խնդրեմ պարոն Կուրիյան։ Շարունակելով պարոն Սարգսյանի հարցը, պարոն Կարապետյան, 2021 թվականին էլ Ռոբերտ Քոչարյանի ուժը ասում էր, մենք հաստատ 100% հաղթելու ենք, գալու ենք, հարցերը դզելու ենք։ Հիմա ամեն դեպքում, եթե դա ձեր մոտ չստացվի, դուք ինչ եք անելու, շարունակելու եք 5 տարի մնալ խորհրդարանում, այս թունավոր համակարգի պայմաններում, որտեղ արդեն այս բանավեճերում երևում է, թե մենք ինչ ենք տեսնելու հաջորդ 5 տարին, դուք մնալու եք այդտեղ աշխատեք որպես հաստիկային ընդդիմություն, թե վերջապես ձեր մանդատները ընդեղ վայր եք դնելու, դուրս եք գալու ու ապա լեգիտիմացնելու եք այն խորհրդարանը, որ մենք ունենք։ Ինչ եք դուք անելու։ Պարոն Գյուրեգյան, պատասխանեմ։ Մենք իրավասու չենք պատասխանել այլ ուժերի հետ կապված հարցերին։ Չէ, ձեր այո, այլ ուժերի հետ կապված հարցերին, բայց հիմա մենք իրավասու չենք պատասխանել այլ ուժերի հետ կապված հարցերին, բայց մեր ուժի հետ կապված ու Հայաստանի քաղաքացիների հետ կապված բոլորը մեզ դիտում են։ Դուք եք որոշում այդ փոփոխությունը։ Մենք վերջի 5 տարվա ընթացքում կորցրել ենք մեր հայրենիքի նշանակալի մասը։ Ավելացրել է մեր երկրի պետական պարտքը։ Մենք ունենք 650,000 մարդ, ովքեր ապրում են աղքատության մեջ, ամեն երրորդ Հայաստանի քաղաքացին շոր գնելու խնդիր ունի։ Ընտրեք ուժեղ փոփոխություն, ուժեղ առաջնորդ, որի արդյունքում որտեղ կավայելի այդ հարցը ձեզ տան, իրանք ձեզ ուրիշ հարց են տալիս։ Ես արձագանք եմ, այդ իսկ պատճառով մենք այլ ընտրանք չունենք, այդ որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը եւ ես կամ ուրիշ անձ չի պատասխանելու այդ հարցին, մինչև դրա պատասխանը չտա Հայաստանի ժողովուրդը, իսկ Հայաստանի ժողովուրդը հարց չեմ տալի, կարճ արձագանք։ Պարոն Կարապետյան, ախր պարոն Գյուրեգյան, կներեք, ես արձագանքի իրավունք ունեմ։ Խնդրեմ, ախր այս քաղաքական համակարգի խնդիրը այն է, որ 91 թվականից սկսած այս երկրում գործել է փրկիչների ինստիտուտ, ամեն մեկը ասել է, եկել է, որ այս երկիրը փրկի։ Բայց կարճ էր, պարոն Գյուրեգյան։ Այս դեպքում դու Պարոն Գյուրեգյան, լավ։ Վերջապես հստակ ասես, մնալու եք խորհրդարանում։ Իրանը իրականում շատ կարևոր թեմա է, որովհետև վերջին պատերազմը Ամերիկայի եւ Իսրայելի Իրանի դեմ չտվեց որևէ արդյունք, ըստ էության պարտվեցին իրենք, որովհետև սպառելով իրենց հրթիռային պաշարի ուղիղ կեսը, Իրանը չկարողացան ջարդել։ Իրանը հիմա ձեռք է բերում շատ մեծ ազդեցություն Միջին Արևելքում եւ այս ռեգիոնում։ Եվ դա շատ կարևոր նաեւ մեզ համար, որովհետեւ այս TRIP ծրագիրը չի կարող կայանա առանց Իրանի մասնակցության դրա մեջ։ Հետևաբար դրա համար էլ մենք խոսում ենք դրա մասին, որ պետք է ունենալ TRIP + BRICS ծրագիրը, այսինքն Հայաստանը կառուցի իր երկաթուղին, որը կկապի Հայաստանը Իրանի հետ, եւ մենք կունենանք ալտերնատիվ ստրատեգիական կոմունիկացիա, որը անկախ կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայով անցնող ճանապարհներից։ Ժորժան, իմ հարցի պատասխանը կարամ լսեմ։ Քոչարյանը ասել է հեղափոխություն եմ անելու։ Ես ուզում եմ Բայց այդ մարդը պատասխանեց, այնց ոնց որ պատասխանեց, դուք չեք կարա ստիպենք, որ ինքը ձեր ուզածով պատասխանի։ Հիմա պատասխանեցին հաշտվելու է ընտրության արդյունքների։ Պարոն քննարկման համար Բայց մենք ենք գրանցված էլ հիմա հեղափոխություն եք ուզում անեք։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն, որ նշեցիք եղբորս Վազգենի սխրանքները, Վազգենն իսկապես հերոս էր, Վազգենին սպանեցին։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի տվյալ սպանությունը բացահայտվի, դրեցի իմ կյանքը, իմ ունեցած հնարավորությունները։ Դուք այսօր համագործակցում եք այն ուժերի հետ, ովքեր կորցրել են այդ սպանությունը կամ ուչաստկովի գործ են համարել։ Ոնց եք մեկնաբանում ձեր վերաբերմունքը։ Եթե դուք, չգիտեմ, գիտեք թե չէ, հոկտեմբերի 27-ին այդ դալիճում եղել է նաև իմ հայրը։ Եվ ես այսօրվա պես հիշում եմ այդ օրը, եւ ես այսօրվա պես հիշում եմ, ինչ հրաշքով իմ հայրը փրկվել։ Այդ իսկ պատճառով ճիշտ հասցեատեր ամենայն հարգանքով ես չեմ այս հարցին։ Ես դա մեր անձնական պատմությունն է, իմ հայրը այնտեղ է եղել եւ մեր համար դա կարևոր կյանքի էտապ։ Ես գրանցված եմ։ Այո, գրանցված։ Ես նույնպես։ Ասեք, մեր ամենամեծ խնդիրը հարգելի հայրենակիցներ, մեր աշխարհայացին է։ Մենք ցավոք այսօր խոսում ենք երաշխիքների ինստիտուտի մասին, որ մեզ պետք է մի քանի երաշխիքներ, մի քանի պետություններ, որոնք մեր անվտանգությունը երաշխավորեն, բայց սա ամենամեծ սուտն է, որը տրամադրվում է մեզ։ Այսօր երբ աշխարհը թևակողել է ոչ թե զարգացման, այլ գոյատևման փուլ,
որևիցե երաշխիքների մասին հնարավոր չի խոսել, որովհետև տարածաշրջանը բախման կետ է եւ ոչ թե կոնսենսուսի։ Հետևաբար այդ երաշխիքները երբեք չեն կարող լինել։ Մեր գերխնդիրը քաղաքական համակարգի առողջացումն է եւ կենսունակ պետության ձևավորումը եւ ոչ թե երաշխավորների փնտրտուքը եւ կեղծ օրակարգերով մարդկանց մանիպուլացնելը։ Եվ իդեպ մի շատ կարճ ռեպլիկ պարոն Սարգսյանի։ Պարոն Սարգսյան, դուք մի քանի անգամ ասել եք, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի կունենա այն ժամանակ, երբ իշխանության չլինեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Նրանք 8 տարի իշխանության չեն։ Ո՞րն է ձեր կարծիքը։ Այստեղ ասեմ նաև հետո։ Շատ լավ։ Հիմա Մարուկյանը, Բաբաջանյանը, Բարսեղյանը, Փաշինյանը, խնդրեմ, պարոն։ Բարսեղյանը ես է, հա, ոնց որ։ Բարսեղյանը ես է։ Այո, դուք եք։ Բայց Բաղդասարյանն եք, խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, հարցն չէ, թե ինչպիսի պարլամենտ է ձևավորվելու եւ ինչ է լինելու պարլամենտում, ինչ է լինելու ընտրություններից հետո։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս բանավեճին, սրանից առաջվա բանավեճերին, ուշադիր նայեք ում եք գործուղում խորհրդարան, ուշադիր նայեք ինչ հարցեր են հնչում, ուշադիր նայեք ինչ են խոսում, ինչից են տեղյակ, ինչ վերլուծություններ են անում։ Վերջին հաշվով 2 օր հետո նենց չլինի գաք փողոցներում էլի ասեք, այս ինչ խայտառակություն է, սիրելի հայրենակիցներ։ Դա համար քվեարկեք թիվ 19 քվեաթեր։ Շատ է, Բաբաջանյան։ Երաշխավորների մասին խոսողները, BRICS-ի մասին խոսողները ցանկանում են, որպեսզի Հայաստանը հավերժ մնա պարտության բեռի տակ 2020 թվականի պարտության բեռի տակ ուզում են հավերժացնել հայ-ադրբեջանական պատերազմը, կոնֆլիկտը եւ դրա վրա ուրեմն բերեն ռուսներին բերեն, որպեսզի դրանց ներկայությունը, նրանց մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին կարողանան ավելացնել։ Հայաստանը հազիվ թոթափել է ռուսական մասնակցությունը այս կոնֆլիկտին։ Մենք պիտի խորացնենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Տրիպը իրականացնելու համար կարևոր խիզախություն է պետք, խիզախություն է պահանջվում իշխանությունից։ Պիտի հայ-ռուսական երկաթուղու այդ կոնցեսիոն կառավարման իրավունքը պիտի հետ վերցվի, գազի ենթակառուցվածքը ամբողջությամբ պիտի ազգայնացվի, սրանք կարևոր իրողություններ են, առանց այս ուղղություններով կտրուկ գործողությունների, վիրահատական գործողությունների խաղաղության չենք կարողանալու հասնել։ Պարոն Ղազարյան, ես հիշաչար չեմ, բայց դուք կուսակցություն երբ գա իշխանության, ես այս փոքր լոկալ հարցը կհիշացնեմ, Բարսեղյան, Բաղդասարյան հակասության։ Ձեր ժամանակն է, ինչ ուզում եք հիշացնել։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, ես ուղղակի կուզենայի այդ հարցի պատասխանը ստանալ, որ իշխանություն գալուց շեմը չհաղթալուց հետո ձեր հետագա քայլերը որը պետք է լինեն, մասնավորապես Հայաստանում շարունակելու եք գործունեությունը քաղաքական թե ոչ, եւ պարոն Սարգսյան, ես կուզենամ հետևյալ հարցի պատասխանը տակ։ Իշխան անցնելուց հետո, այսպես ասած շեմը, ում հետ եք համագործակցելու, կներեք իմ մոտ այնպիսի տպավորություն ստացա, որ դուք ստանձնել եք պարոն Փաշինյանի իրավապաշտպան լինելու հանգամանք։ Կներեք միգուցե ես սխալ։ Չէ, հետո կգանք ստեղ։ Երիտասարդը նշեց, որ իր հայրը խորհրդարանի շենքում ա եղել, դահլիճում ուզում եմ հիշեցնել որպես ՀՀԿ պատգամավոր, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար, ապա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եւ ուժեղ Հայաստանը ՀՀԿ-ի ռեբրենդինգն է եւ այսօր առաջին տասնյակում ուժեղ Հայաստանի առաջին տասնյակում եւ 13 տողերում ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներն են եւ ՀՀԿ ամբողջ ընտրակեղծարար համակարգը այսօր աշխատում է իրանց վրա պլյուս Ռուսաստանից մարդկանց ստիպելով բերում են Հայաստան իրանց օգտին քվեարկել տալու։ Երկրորդը աղքատությունը Հայաստանում կենսաթոշակը նախադեպ բարձր մակարդակի վրա է։ Սոցիալական ծրագրերը երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի համար, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքը, առողջության ապահովագրությունը եւ աղքատությունը էական տեմպերով նվազում է։ Իրանը մեր ամենավստահելի գործընկերներից մեկն է եւ երբեք մեր երկրների մեջ չի եղել փոխվստահության այն մակարդակը, որ այսօր ունենք։ Ի վերջո, երաշխավորի մասին խոսակցությունը ինքնիշխանության զիջման մասին խոսակցությունը, որովհետեւ ոչ մեկը չի երաշխավորում քո ինքնիշխանության բաժինը չվերցնելով։ Այդ թակարդը մենք տեսել ենք հապկում, այդ թակարդից մենք դուրս ենք եկել, այս մարդիկ նորից ուզում են Բելարուսին բերեն կարգել Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Մենք մեր ինքնիշխանությունը չենք